Իրավունքների պաշտպանի ինստիտուտը սահմանադրական փոփոխություններից հետո սահմանադրության մեջ մտցրվեց եւ ես 2006 թվականին ընտրվեցի 6 տարով է մեր մոտ օմբուդսմենն ընտրվում 3/5-ով է ընտրվում ժամանակը սպառվում է 2012 թվականին շատ դժվար է մարդու իրավունքների վիճակը Հայաստանում միանգամից նշեմ որ որտեղ գրանտականների կամ որոնք պետք է միանշանքներ, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն չէ։ Եվ կարծում եմ ժամանակն է, որպեսզի մենք այդ տեսակետից ավելի անկեղծ լինենք ինքներս մեզ հետ, այլ չօգտագործենք Ադրբեջանի ռիտորիկան, որովհետև երբ ադրբեջանցիները եւ նրանց օմբուդսմենը փորձում իրենց երկիրը ժողովրդավարական ներկայացնել, դա բացի ծառայ ոչ մի չի առաջացնում։ Բայց ինչ ունենք եւ ինչ ենք փորձում անել։ Հայաստանի Հանրապետության հիմնական խնդիրը, չնայած դուք այդ սահմանից կարդացած կլինեք, կայանում է նրանում, որ ցավոք սրտի անկախությունից ի վեր, որովհետեւ երեք երբ ես ուսումնասիրում եմ տարբեր օմբուդսմենների մոտեցումները, կարծում եմ օմբուդսմենը ոչ միայն պետք է վիճակագրություն ներկայացնող ինստիտուտ լինի, որ 2008 թվականին այսքան թոշակառուի իրավունք խախտվեց, այսքան այսինքն սեփականության իրավունք խախտվեց եւ այլն։ Մենք պետք է վերլուծենք ինչն է պատճառը, որ մեր մոտ իրավունքների տեսակետից այդ խնդիրները կան։ Վերջապես տեսեք, շատ պարադոքսալ վիճակ է։ 7 տարի այդ սեփականության օտարման տեսակետից մեր քաղաքացիներից որևէ մեկ ազգային դատարաններում չի շահել։ Մենք չունենք մի քաղաքացի 7 տարվա մեջ, բայց որ գործը սեփականության օտարման տեսակետից գնացել է Ստրասբուրգի դատարանում քաղաքացիները շահել են։ Սա հիմա խնդիր է, մենք պետք է մտածենք, թե ինչու մեր արդար դատաքննության իրավունքը fair trial կոչվածը չի գործում։ Դա մեր խնդիրն է։ Երկրորդ քաղաքական եւ քաղաքացիական ազատությունների տեսակետից խնդիրներ ունենք, որտեղ 90-ից ավել դիումներ է եղել հանրահավականելու եւ դրանց երևի 99%-ը մերժվել։ Բայց երբ դրանք արվել են, խաղաղ Այսինքն մի ուրիշ խնդիր ունենք Հայաստանում, թույլ ըմբռնում կա, որ ավելի կարևոր են սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքները։ Այնինչ շատ ավելի կարևոր են քաղաքացիական եւ քաղաքական իրավունքներն ազատությունները, որտեղ եթե դրանք լուծվում են, ապա քաղաքացիական հասարակությունը ձևավորվում է, մնացած խնդիրները քաղաքացիական հասարակությունը ինչ-որ նաեւ ավտոնոմ է լուծում։ Բայց ո՞րն է մեր խնդրումը Հայաստանում անհանդուրժողականությունը եւ հավատացնում եմ ձեզ, եթե ես ասում եմ Հայաստանի Հանրապետությունը ավտորիտար է, դա միայն իշխանություններին չի վերաբերվում։ Խնդրումը նա է, որ ընդդիմությունն է ավտորիտար մշակույթի կրող։ Եվ այստեղ արդեն խնդիրն է առաջանում։ Գիտեք, մի իրավիճակ է առաջացել, որ եթե դու որևէ մեկի կարծիքը տոտալ 100%-ով չես կիսում, սկսում է արդեն քեզ քննադատել։ Չի նստում մտածում, որ կարող է նա այսքան տեղներ ես եմ սխալ։ Օմբուդսմենը ընդդիմություն չէ, օմբուդսմենը ընդդիմախոս է։ Ես օպոզիցիա չեմ, ես օպոնենտ եմ իշխանության։ Իհարկե, որպես օպոնենտ իմ մոտեցումները շատ դեպքերում համընկնում են օպոզիցիային, բայց այս ինստիտուտը կոչնչանա, եթե ես դառնամ իշխանության մաս։ Նույն ձևի կոչնչանա, ես դառնամ ընդդիմության մաս։ Եվ բնականաբար իմ մոտեցումները շատ դեպքերում կարող են համընկնել ընդդիմության հետ, կարող են չհամընկնել։ Կարող են համընկնել իշխանության հետ, կարող են չհամընկնել։ Ավելի շատ իմ մոտեցումները համընկնում են ընդդիմության հետ, բայց միշտ քննադատում ես իշխանության կողմից եւ ընդդիմության կողմից։ Գործում է այդ նեոբոլշևիկյան սկզբունքով մեր հետ չի համեր դեմ։ Սա ամենավտանգավոր բանն է մեր հասարակությունում։ Երբ չկա դիալոգ, գիտեք, մենք կարող ենք իրար հետ խոսել, բայց դա չլինի դիալոգ, դա լինի մոնոլոգ։ Դուք սպասում եք ես խոսեմ, բրծեմ, վերջացնել, որ դուք ձեր ասած ասեք, դուք միայն ինչ չեք լսում։ Այ Հայաստանում այս վիճակը Ոչ մեկին չի լսում, ամեն մեկը գիտի, որ ինքը իր բացարձակ ճշմարտությունը կրող է։ Սա մեկ խնդիր, երկրորդը։ Ես այսպիսի բաներ Հայաստանում չեմ խոսում, որ չդառնալ քաղաքականությունից եմ խոսում եւ այլն, բայց ընդդիմության երկու տեսակ կա Հայաստանում։ Ընդդիմություն, որը իրոք ժողովրդավարության համար է պայքարում, եւ ընդդիմություն, որը պարզապես իշխանության համար է պայքարում։ Եվ սա էլ է լուրջ խնդրեմ ես։ Որտեղ եթե դու սիստեմը փոխելու համար չես պայքարում, այլ այդ սիստեմի գլխին քեզ ես ուտում, սա արդեն խնդիր է։ Եվ հասարակությունը սրա պատճառով սկսում է երասթափել։ Ամենամեծ խնդիրը այսօր Հայաստանում, հավատացնում եմ ձեզ, հասարակության անտարբերության խորացումն է, թե իշխանության նկատմամբ, թե ընդդիմության նկատմամբ։ Սա շատ վտանգավոր բան է մեզ համար։ Եվ